Նեանտապանում հյուրընկալել եմ բժիշկ, քանդրային գործիչ, հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ Հայկ Մանասյանին, պարոն Մանասյան, շնորհակալ եմ մեզ հյուր գալու համար, ժամանակ գտնելու։ Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարեց, ուզում եք թռեք վերև, իջեք ցած, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է չշարունակել Ղարաբաղյան շարժումը, այս քննարկումը ծավալվում է Ադրբեջանի հետ խաղաղության այսպես կոչված համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո ընդդիմությունը դա որակում է կապիտուլյացիա, կանխատեսում է, որ Հայաստանի իշխանությունը մնացած բոլոր պահանջներն էլ է բավարարելու, Հայաստանի իշխանությունը իհարկե համաձայն չէ։ Ես տեսա, որ նախորդ օրերին սահմանային այդ լարվածությունը դուք կապում եք սահմանադրության փոփոխության Բաքվի պահանջի հետ, համարում եք փորձված հնարք Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար։ Հիմա եթե պատկերացնենք այդ հնարքն էլ է աշխատում եւ մնացած բոլոր պահանջներն է բավարարում Հայաստանի իշխանությունը, մենք արդյոք ունենալու ենք խաղաղություն կամ ինչպիսին է լինելու այդ խաղաղությունը։ Երկու բան Ալիևը, նախ շնորհակալություն հրավիրելու համար, երկու բան Ալիևը թույլ չի տալու, ձգտելու է ամեն կերպ թույլ չտա։ Առաջին, որպեսզի Հայաստանը վերականգնի ռազմական բալանսը, դա մեկ, անկախ նրանից դու Ղարաբաղյան հարցով ես խոսում, թե ասենք քո այսպես ասած սովետական Հայաստանի տարածքով, Հայաստանի Հանրապետության բուն տարածքով ես խոսում, դա կապ չունի։ Ռազմական բալանսը վերականգնելու թույլտվություն չի տալու, փորձելու է, խանգարելու է։ Երկրորդը, որ Ալիևը չի թույլ տալու, ձգտելու է խանգարի, դա որպեսզի Հայաստանը չդառնա հարուստ, բարեկեցիկ, դեմոկրատական մարդու իրավունքների հարգանքով իշխանության հաշվետվողականությամբ երկիր։ Այնպիսի երկիր, ինչպիսին օրինակ մարդիկ արտագաղթում են, որ գնան ընդեղ ապրեն, հա, ինքը չի դարձնելու այնպիսի երկիր, որ ադրբեջանցիները նայեն ու երնեք տան հայերին։ Տեսեք, Ճապոնիան էլ է պարտվել պատերազմում, Գերմանիան էլ է պարտվել պատերազմում, բայց հետագայում, ասենք օրինակ Սովետ միության ժողովուրդը երանի էր տալի, թե Գերմանիային, թե Ճապոնիային, թե գերմանացուն, թե ճապոնացուն, այսպես ասած, հա։ Ալիևը թույլ չի տալու, որպեսզի այս ֆենոմենը, այսպես ասած, Հայաստանի պարագայում կրկնվի եւ թույլ չի տալու նաեւ ռազմական բալանսի վերականգնում։ Երկուսն էլ խանգարելու համար ամենահարմար գործիքը մշտապես պատերազմի վտանգ, պատերազմի սպառնալիքն է, ամենահարմար գործիքը։ Ես հələ խոսում եմ միայն Ադրբեջան-Հայաստան երկու խաղացող հաշվարկում։ Այնտեղ եթե խաղացողներ ավելացնենք Թուրքիա, Ռուսաստան, Չինաստան, Իրան, Ամերիկա, Եվրոպա, այստեղ ավելի է բարդանում, բայց գոնե երկու խաղացողի հաշվարկով նա այս երկու բանը թույլ չի տալու եւ դրա համար նա ձգտելու է ամեն կերպ խուսափել որևիցե պայմանագիր ստորագրելուց կամ որևիցե ստորագրած պայմանագրի հավատարիմ լինելուց։ Խուսափելու է։ Նա միշտ փորձելու է այնպիսի վիճակ Հայաստանում պահի կամ իր եւ Հայաստանի միջև այնպիսի հարաբերություններ պահի, որ ցանկացած պահի ռազմական ագրեսիայի միջոցով խախտի քեզ մոտ խաղաղ կառուցողական երկիրը շենացնելու, այսպես մարդու իրավունքները բարձրացնելու այս գործընթացը, մարդիկ միշտ պիտի ապրել մեռնելու սահմանին լինեն։ Մարդիկ միշտ պիտի արտագաղթել, թե մնալ հարցի վրա լինեն։ Մարդիկ միշտ պետք է ասեն, դե լավ, վաղը պատերազմը լինելու, ներդրում արժի անել, տնտեսական կարողություններ այնտեղ արժի մեծացնել, թե չարժի մեծացնել։ Այս պատերազմական վտանգը ինքը պետքա պահի, եւ երկրորդն էլ հենց դու փորձես վերազինվել կամ սկսես արդեն նորմալ բանակ կառուցել, պատերվակի տակ, որ ահա նրանք սկսել են բալանսը վերականգնել, հարձակում գործի, ջախ-ջախի քո առաջին այդ դրած քայլերը։ Այսինքն այս Ադրբեջանի ուզածն է։ Ու սա ուզելու ենք առաջիկա 50 տարում։ Հա, բայց դա նշանակում է, որ Ալիևյան ռեժիմը այսպես ամենակարող է։ Չի ազդվում աշխարհաքաղաքական զարգացումների միջև։ Հիմա ում եք ուզում ավելացնենք այստեղ, որ խաղացողին եք ուզում ավելացնենք, վերլուծությունը ստանեմ այդ ուղղությամբ։ ԱՄՆ-ին ավելացնենք, որովհետև ԱՄՆ պետքարտուղարը, Թրամփի պետքարտուղարը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծում է, որ տարածաշրջանում Հարավային Կովկասում էսկալացիան անթույլատրելի է։ ԱՄՆ-ն Ադրբեջանի ոտքը չի տրորի։ Սկսենք դրանից։ Ինչու, որովհետև Ադրբեջանը որպես հակաիրանական հնարավոր կամ այսպես ոչ բացահայտ կոալիցիայի մաս բավականին թանկարժեք է ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։
ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի համար։ Ոչ միայն որպես մեծ սահման ունեցող Իրանի հետ, այլև Իրանում ապրում են 15 միլիոնից ավել տարբեր թվեր են հնչում, 15 միլիոն մինչև 30 միլիոն ազերի, այսինքն թուրքախոս ազերի։ Հիմա այդ թուրքախոս ազերիները 15-ից 30 միլիոն, դա կազմում է Իրանի բնակչության 20%-ից ավելին, էլի։ Ուղիղ ասոցացվում են Ադրբեջանի հետ եւ կարող են Ադրբեջանի կողմից ինչ որ կերպ բորբոքվել, ուղղորդվել եւ այլն։ Սա եւս մի գործոն, որը բարձրացնում է Ադրբեջանի կշիռը հենց Ամերիկայի կամ նրա դաշնակից Իսրայելի համար։ Բայց սա չի նշանակում, որ Ալիևը օգտվելու է կամ Ադրբեջանն օգտվելու է ամենաթողության կներեք ամենաթողության ինչ որ վիճակից էլի ամեն դեպքում որոշակի զսպումներ լինելու են, բայց ոչ այն աստիճան, որ ասենք հայերի կամ Հայաստանի իրավունքների կամ խաղաղության խաթեր այնտեղ բանան են։ Ավելի շուտ ստեղ գնում է ուրիշ գործընթաց, երբ որ Ալիևին սխմում են Ամերիկայից, Հայաստանը դուրս է գալիս կամ աշխատում է հնարավորինս չեզոք գտնվել Ռուսաստան-Իրան առանցքում։ Կարելի է ասել Ռուսաստան, Իրան, Չինաստան ինչ որ էս եւ փորձում է տեղավորվել արդեն Թուրքիա, Եվրոպա, Միացյալ Նահանգներ առանցքում Հայաստանը։ Եվ Ամերիկան հասկանում է, որ կամ այսօր, քանի կա Նիկոլ Փաշինյանը, որը հարմար է այս գործողություններում իրենց համար համաձայնություններ ենթադրում եմ կունենան այս հարցում, քանի կա այս հարցը, ինչ որ մի բան բերեն Ալիևին ինչ որ մի համաձայնության, որպեսզի Թուրքիան էլ ձեռքերը բացվի, կարողանա, էլ չի ասի, չէ, որ Ադրբեջանի հետ խնդիր կա։ Թուրքիայի ձեռքերը բացվում է, Թուրքիան էլ սկսում է Հայաստանի հետ հարաբերություններ, եւ Հայաստանին արդեն տնտեսապես, չգիտեմ, քաղաքական, որոշակի կապերով արդեն Թուրքիա, Եվրոպա, Միացյալ Նահանգներ գծի մեջ են հանում։ Այս մյուս գիծը էլի հիշենք, Իրան, Ռուսաստան, միգուցե նաև Չինաստան, այս խումբներ։ Այստեղ ոչ ոք լավը կամ վատը չեն, սուրբ կամ բան չեն, այստեղ կա շահեր, եւ ամեն մեկ իր շահերն է սպասարկում։ Մեր շահերը մասնակիորեն դրան հետ համընկնում է, բայց այստեղ որտեղ էլ որ մեր շահերը համընկնում է, ուշադրություն։ Դա կարող են մարդիկ իրենց շահերի համար ժամանակավոր ծառայեցնել, ցանկացած մի կողմը բևեռը ժամանակավոր ծառայեցնել, հետո շպրտել, սա հիշեք, նայեք Ուկրաինայի վիճակը, ու մոտավորապես պատկերացրեք ոնց է դա լինում եւ նայեք հիշեք մեր վիճակը 20 թվականին, էլի համանման մի իրավիճակ էլ ընդեղ էր։ Մի խոսքով, հիմա Ամերիկային ավելացրիք, այս հաշվարկն է բացվում։ Խնդրեմ, այլ խաղացող ավելացրիք, այլ գործոններ նկարագրեմ։ Չէ, այս դեպքում ինձ մոտ ուրիշ հարց է առաջանում, Ադրբեջանը արդյոք թույլ կտա նաև այդ Հայաստան, Թուրքիա, Եվրոպա այդ առանցքի համագործակցությունը, սա էլ ինչ-որ առումով ձեռնտու չէ Ադրբեջանը։ Ադրբեջանը Ռուսաստանին պարտք է, Ադրբեջանը Ռուսաստանին Ղարաբաղ է պարտք, Ղարաբաղի գինն է պարտք, գոնե որոշ չափով, հա, ես այդպես եմ կարծում։ Ադրբեջանը օրինակ նոյեմբերի ծեսկում չի արձագանքել Հայաստանի ուղարկած որքանով որ ես մամուլից տեղեկացա, չի արձագանքել օրինակ այդ մեղրիով ճանապարհը որոշակի պայմանով օգտագործելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ Ինչու? Որովհետև այդ ճանապարհի հետ հարցը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հանձնաժողովով է գործում։ Այս մնացած հարցերը, որ հիմա քննարկում են, Ռուսաստանին արդեն դուրս են թողել, թե սահմանային այդ սահմանների հստակեցման, չգիտեմ, դեմիլիտարացիա, դեմարկացիա, թե այս պայմանագիրի բանակցությունները Ռուսաստանին էլի դուրս են թողել։ Այդ եւ որ խոսում են, ասում են երկկողմանի առանց միջնորդի։ Հիշեք, դա նկատի ունեն առանց Ռուսաստանի։ Ոչ ոք Ռուսաստանի քթի տակ միանձնյա միջնորդ չի համարձակվի լինել այստեղ։ Եվ լավագույն տարբերակը օրինակ արևմտյան խաղացողների համար։ Դա երկկողմանին է, գոնե առանց Ռուսաստան, եթե իրանք էլ չեն ներկա, առանց Ռուսաստանի, ինչին իրենց քաշը չի հերիքի, այդ աստիճան հակադրվել Ռուսաստանի։ Այդ նրանք ասում են գոնե առանց Ռուսաստանի երկկողմանի։ Ահա երակողմա մնացել դեռ Ռուսաստանը, այսպես ասած, չի դուրս մնացել, դուրս չի եկել։ Այդ ճանապարհների ապաշրջափակման հարցից։ Այսինքն Ադրբեջանը, թեև Հայաստանը պատրաստ է դրան։ Հայաստանը պատրաստ է, որ ելի երկկողմանի մի բան որոշենք, հարգելով այդ մաքսային, սահմանային վերահսկողությունը եւ այլ, ես լավ կողմով եմ սա ներկայացնում։ Չի բացառում Նիկոլ Փաշինյանը մի օր գա անակնկալ մատուցի
հետաքրքիր անակնկալ, իր զրոյական կետից բխած ինչ որ անակնկալ։ Բայց ասենք թե լավ կողմով եմ նայում, լավատեսորեն եմ, ասենք թե նայում։ Բայց այստեղ լավատեսական թե վատատեսական սցենարի հարցը չի։ Հարցը այն է, որ նա Ռուսաստանին պարտք է, նա ռիսկ չի անում, չի համապցակվում Ռուսաստանին դուրս մղել իր ձեռքերով, իր անմիջական գործողություններով։ Չի համարձակվում։ Ալիև այդքան որ զինվում էր վերջին հաշվով կամ հիմա էլ շարունակում է միլիարդների, դա ում դեմ է զինվում։ Դա զինվում է Իրանի եւ Ռուսաստանին հակակշռելու համար։ Իր զինվածության աստիճանը մոտենում է, ձգտում է, որ կարողանա դիմագրել, ասենք ուկրաինական կոնֆլիկտի պես մի բան, որ իր գլխին լինի, ինքը կարողանա դրան դիմագրավել։ Հետևաբար լինելով Ռուսաստանին որոշակի առումով պարտական, Ռուսաստանն էլ ինչ է ուզում, Հայաստանը ձեռքից չգնա։ Հետևաբար օգտագործում է Ալիևի ճնշումները, Ալիևը այնտեղից իր փայն է պոկում, ճնշումներ բանացնելով։ Ռուսաստանն էլ իր փայն է պոկում, ճնշումներ բանացնելով, հիշեցնել Հայաստանին, որ չհամարձակվես, գնաս։ Հրեն, ասում է կացինը սրած դրած, գնամ բերեմ, ծառը կտրեմ։ Ռուսաստանն էլ էդ է անում, ըստ էության։ Բայց Ռուսաստանը այստեղ միանձնյա չի։ Մենք Հայաստանի ներսում էլ ունենք Ռուսաստանի հետ բավականին փոխկապակցված, ես նկատի չունեմ ուղղակի քաղաքական կամ բիզնես կապերը։ Ես նկատի ունեմ հպատակի հոգեբանությամբ Ռուսաստանին ծառայելը, ուրանալով կամ նույնացնելով Ռուսաստանի եւ իրենց անձնական շահը Հայաստանի պետական շահի հետ։ Այդպիսի ուժեր էստեղ էլ կան, որոնք աշունը խոստանում են Գարնանը հեղափոխություն կանեն, Գարնանը խոստանում են Աշտանը հեղափոխություն կանեն եւ մտնում են ընդամենը հեռուստացույցերի էկրանին որպես քննարկվող թեմա, որպես օրակարգում ինչ որ գործոն եւ սրանք էլ իրենց հերթին պահում են այն տեղը, որ եթե ինչ-ինչ հանգամանքներում հնարավոր լինի Նիկոլ Փաշինյանին կամ մի կողմ հրել կամ այլ ուժեր, որոնք կարող են իրենց հակակշռել կամ Հայաստանի պետական շահը Ռուսաստանի պետական շահից առանձին ուղեցրում կամ առանձին զուգահեռ թեկուզ դիտել, այդ ուժերին էլ մեկուսացնեն, թույլ չտան հրապարակ գալ, իրենք միակնդիմություն հրապարակում այսօր, մնում են հրապարակում նկատի ունեմ Հանրապետության հրապարակ, դաշտում, մնում են որպես եւ իրենք էլ մի խոսքով այս կոմբինացիայի մեջ անպայման իրենց հետ, էսի ամոթ է իհարկե հարգելի հայրենակիցներ, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի այդ սև գործին դուք այդպես թամաշա եք, այդպես սպասում եք, այդպես գործակից եք դրան, իհարկե ամոթը, բայց դա կա։ Այդպիսի բան կա, նաև այստեղից անցնենք մի քիչ ներքին հարց։ Պարոն Մանասյան, այլ խաղացող բերեք, այլ կողմից կարամ Ռուսաստանը այլ կողմից էլ ներկայացնեմ։ Չէ, Ռուսաստանի մասով քննարկումներ բավականին ունեցել են, այնքան հաշիվները բարթանում է, ու այս ամեն ինչը վերադրվելով դառնում է մի իմ պատկերացումներով, հա, ասեմ, այնտեղ մարդիկ թող չիմանան, ես դիվանագիտական ինչ-որ բանակցություններից ինֆորմացիա ունեմ։ Իմ պատկերացումներով, ահա այս ամեն ինչն է կատարվում։ Հիմա ձեր այս նկարագրածի համապատկերում, այո, Հայաստանի իշխանությունը ասում է, եկեք սահմանափակվենք 29743-ով, կենտրոնանանք սրա վրա, սա կառուցենք որպես մեր պետություն եւ ոչ թե ընկնենք պատմական կամ ավելի մեծ հայրենիք ունենալու, հետեւից նաեւ երեք հայտարարեց, որ վաղ թե ուշ յուրաքանչյուր քաղաքացի այս ընտրությունը կատարելու է իր քվեով, լինի խորհրդարանակ 2026 թվականի ընտրությունների ժամանակ, լինի Գյումրիում վաղը սպասվող ընտրությունների ժամանակ։ Հիմա ընդհանուր առմամբ ինչ կարող եք ասել, իսկապես հանրությունը կկարողանա այս երկուսի արանքում ռացիոնալ ընտրություն կատարել, այս երկու թեզերի արանքում, պատմական հայրենիք, թե 29743 կիլոմետրով պետություն։ Տեսեք, պատմական հայրենիք ասելուց այնպես չի, որ ասենք, չգիտեմ, ինչ որ մեկ էս 30 տարում Արցախի հարցը, պատմական նկատմամբ Արևմտյան Հայաստան, եթե նայենք էլի, այնպես չի, որ ինչ որ մեկը այդ կողմերի վրա ինչ որ շարժ արել կամ ինչ որ բան է կարացել անի, որևիցե նախագահ կամ որևիցե իշխանություն այդ ուղղությամբ բան արել։ Խոսքը վերաբերում է Արցախյան խնդրին, Արցախյան խնդրում, Արցախյան պատերազմում մենք ունեցել ենք 90-ականների հաղթանակը, եղել է դիվանագիտական առաջարկներ, որոնցից մենք հրաժարվել ենք, հետո եղել է 20 տարի իշխանություն Արցախից դուրս եկած նախագահների,
ովքեր գումհամենայն դեպս մենք հույսով սպասել ենք, որ ահա իրենք հեսա այդ հարցը կլուծեն, հոգուտ Հայաստանի կլուծեն կամ գոնե ոչ ոքի, հա, կլուծեն։ Իրանք այդ հարցը 20 տարի բերել են, հետո տվել են Նիկոլ Փաշինյանին, սկուտեղի վրա, իմ խորին համոզմամբ։ Նիկոլ Փաշինյանն էլ արել է այն ամենը ինչ որ արել է, գիտենք բոլորս։ Ու մենք պարտվել ենք վերջին հաշվով։ Կորցրել ենք ամեն ինչ, պատմությունով գալիս մենք պարտվել ենք եւ պարտությունը միափուլ միամոմենտ չեղավ։ Պարտությունը մի 2-3 տարվա մեջ այսպես փուլերով զարգացավ, հասավ նրան, որ մենք ամբողջությամբ Արցախ դատարկվեց արցախցիներից։ Հիմա հարգելիներս, ես չգիտեմ արցախցիները այն պայմաններով, որ հիմա առաջարկում կամ այն պայմաններով, որ առաջարկում էին 20 թվականից հետո։ Այսինքն, եթե այդ պայմանները շատ չմանրամասնեմ, ընդհանուր առմամբ մի սկզբունք ադրբեջանական անձնագիր, ադրբեջանի դերոշ։ Ահա այդ պայմաններով արցախցիները համաձայն էին կամ թեկուզ այսօր համաձայն են բնակվել այնտեղ։ Եթե այլ պայման այլ բան եք մտածում, որ մենք մեր ուժերով կգնանք նորից հետ կբերենք, դուք ձեր ուժերով հարգելի այդ ասողներ։ Ես միայն ասողներին եմ, այդ որ ասում եմ մենք կգնանք ու հետ կբերենք։ Եվ դրանով քաղաքական կամ չգիտեմ ինչ որ հայրենասիրական հանրային դիվիդենդներ են շահում, իբր թե իրանք հայրենասերեն են մյուսները, որ ատամները կրճտացնելով լուր մտորում են, նրանք ով ավելի լիրբ կպահի իրեն, նա ավելի հայրենասեր է, էլի այս բեմականացման մեջ։ Հարցս հետևյալն է, դուք ձեր ուժերով չկարողացաք պահել մեր հայրերի ազատագրածը։ Նիկոլ Փաշինյանն էլ է նույնն ասում։ Դուք այդ չեք կարացել, դուք հիմա հետ բերող եք։ Դուք ախր նույնիսկ սխալների, գիտեք, սխալների վերլուծություն ու հետևություն չեք անում։ Ու ես միանգամից այդ սխալների մեջ ասեմ, ինչու այս երկրից մի միլիոն մարդ, ավել 1.150.000 մարդ արտագաղթեց։ Այս 30 տարիների, 30 քանի տարիների ընթացքում։ Դուք այդ հարցի պատասխանը տվել եք Արցախ ազատագրողներ կամ նոր վերստին, էլի, վերստին ազատագրողներ։ Դուք այդ հարցի պատասխանը տվել եք մի երկիր, որտեղ 1 միլիոնից ավել մարդ, հիմա մենք ընդհանուր 3 միլիոն ենք։ Մի 300,000-ն է խոպանում, 400,000, 300,000։ Այդքան մարդ գնում է։ Այդ երկիրը դուք չես տենում ուրա գնում։ Դու ինչ էիր տենում, դու տենում էիր, որ հեսա երկրորդ պատերազմը կլինի, կամ քեզ բացատրել են, որ կա նավթային լոբի, քեզ բացատրել են, որ կան տնտեսական հարցեր, քեզ բացատրել են, որ աշխարհը նստված է այլ օրենքների վրա, ձմեռ պապին չի նվերներ բերում նոր տարուն, աշխարհում տաղանդները քյալամից միջից դուրս չեն գալի կամ առագիլը չի բերում, քեզ բացատրել են ոնց է լինում։ Բայց այնուամենայնիվ, հարգելի ժողովուրդ, լուր կամ գործուն համաձայնությամբ 20 տարի մենք լռեցինք, կամ չգիտեմ, աջակցեցինք, կամ չգիտեմ, կաշառվեցինք այդ ընտրակաշառքներով, վերջ արել ենք, ընդհանուր մի բան գլխներիս եկել է։ Հիմա ասում եք, որ կարակ էդի հետ բերեք, ես կարծում եմ, այդ հետ բերողը դրա մասին չի խոսում, դա անում է։ Ընդհանրապես աշխարհում հետ բերելուց կամ նվաճելուց գնում ու նվաճում են, ոչ թե դրա մասին տարիներով հայտարարում։ Ռուսաստանը ղերիմը վերցրել է, որ հիմա հարցնես կոսի ես չեմ վերցրել, այ մարդ հարակվե են արե, եկե միացել են ինձ, չէ։ Կասի ես վերցրել եմ, կոսի ես ինչ կապ ունեմ։ Նրանք գնում զենքով, զորքով, ուժով վերցնում են, այդքանից հետո նույնիսկ չեն խոստովանում դրա մասին։ Այ կներեք պետք է ասեմ, որբացներ, դուք ոչինչ չարած, դուք հայտարարում եք, որ էս ենք անելու, են ենք անելու, քարտեզներ եք հրապարակում, արտաքին դիվանագիտությունը դա գաղտնի գործընթաց է։ Լուրջ արտաքին դիվանագիտություն ունեցող երկրները գաղտնի են իրար, 100 պայմանագիր կա, գաղտնի, պատմությունն ասնում է, տասնյակ կամ հարյուրավոր տարիներ հետո նոր բացահայտվում է, որ sense բաներ կա, որ տենց էլ չի բացահայտվում։ Դուք ինչ եք ես գլխից գոռում, հայրենասեր երևալու, մրցում եք կպել իրար հետ, ուստեղից գալիս եմ Նիկոլ Փաշինյանի ասածին։ Ցանկացած մեկը, որ իրոք Հայաստան է սիրում, անկախ նրանից, թե նա ուզում է Արցախը մի օր չէ մի օր վերադարձնի, թե ուզում է, որ չվերադարձնի։ Նա այլ բան չպետք է ասի, քան 29,000, չգիտեմ, 800 քառակուսի կիլոմետր։
այլ բան չպետք է ասի։ Անող ես, վերկա ծարա։ Վերկա ում ես հայտարարում, ում ես հայտարարում։ Հիմա եկեք այս ամենը գանք ընտրությունների տրամաբանության մեջ, հասկանալի է ընդդիմությունը գնալու Ժողովուրդը է ընտրելու է նրանց, ովքեր պատերազմ չեն ասում։ Ժողովուրդը պատերազմ ասողներին չի ընտրելու, ժողովուրդը Ղարաբաղ ասողներին չի ընտրելու։ Ինչու՞։ Որովհետև սուտ է դա, իրատեսական չի։ Իրատեսական չի, առաջիկա 5-10 տարում ոնց պիտի անես, որ ով է քեզ այդ զենքը տալու, աշխարհքաղաքական որ կենտրոնն է կասեցնելու Թուրքիայի առաջ խաղացումը, այս հարցից պատասխանեք։ Եթե դու ռազմական կոնֆլիկտի մեջ մտար Ադրբեջանի հետ, ու Ադրբեջանը դիցուկ ընկրկեց, նահանջեց, Թուրքիան աջակցելու է նրան։ Ով է պահելու Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա։ Ինձ ասեք տեսնեմ։ ՆԱՏՕ-ական Ամերիկան, ՆԱՏՕ-ական Թուրքիային, ով Իսրայելն է պահելու Թուրքիային, ով Ֆրանսիան է պահելու Թուրքիային, թե Ռուսաստանը եւ նա ով պահելու է։ Դու ինչ ես դրա դիմաց, այդ պահելու դիմաց վճարելու ու ումով ես վճարելու, ում բալով ես, ում բալեքով ես, ում զավակներով ես վճարելու, ում արդյունքներով ու արունով ես վճարելու, ում անկախությամբ ու սուվերենությամբ ես վճարելու, այնպես որ անող եք, արեք, Իսկ բայց հանրությունը դա հայտարարելու չի, իրոք դա անողները դա չեն հայտարարում, իրոք դա անողները դա անում են, իսկ հայտարարելուց առաջնագծից են հայտարարում, Ազգալդյանը որ խոսում էր Արցախը, Հայաստանը եւ վերջ, Ազգալդյանը չէր եկե օպերայի հրապարակում կամ լայվի կոճակը միացնել կամ Նոյան Տապանի տաղավարում տենց հայտարարություններ անում։ Նա ինքնաձիգը ուսին, ռազմաճակատում կանգնած, Մոնթեն որ խոսում էր ինքնաձիգը ուսին, ռազմաճակատում կանգնած, ասում էր որ եթե շրջենք, կորցնենք Արցախը կշրջենք հայոց պատմության վերջ։ Տենց բանը այդպես են ասում։ Ես տարիներ շարունակ աշխատել եմ այսքան անկեղծ չխոսել։ Տարիներ շարունակ, բայց երբ դուք ադար դոտ գլուխ եք, որ ձեզ պետք է այս աստիճան անկեղծ ասել, ով դա ասեց իմ համար, նա բանա, ինչ ասեմ, վիսկշկայա, դուրս պրծուկա, իսկական անողը, սուս, ասում 29,800, ինչ, ստորագրեք, ինչ ուզում ես ստորագրի, դու ինչ ուզում ես ստորագրի, տուր ինձ, քաղաքական, ռազմական, ֆինանսական աջակցություն, քաղաքական, աշխարհ Աշխարհի որ կետն ես ուզում, մի հայկը գտնեմ, որ ընդ ինքնորոշման կարիք է զգում, եւ ազգերի ինքնորոշման իրավունքը մի ձև կբերեմ ու կներկայացնեմ։ Դու տուր այդ իրեքը, ունես, չունես։ Հիմա ինչ ես ուզում, մի անգամ էլ փորձես տան գլուխը ջարդեն, ասես սրանց հետ անհնար է ստե ապրել։ Անհնար է։ Դեմիլիտարիզացիան այդ ժամանակ կտեսնեք։ Դեմիլիտարիզացիան, որ քեզ թույլ չեն տա, որ դու զենք ունենաս։ Էդի գիտես երբ կտեսնես, երբ որ մի անգամ էլ տան գլուխը ջարդեն։ Իսկ քանի գլուխը չեն տվել ջարդեն, գլուխդ կախ, աշխատի, հզոր ներքինից հզոր կառուցվածք ստեղծի երկրի։ Ռազմական բալանս վերականգնելով եւ մարդու իրավունքները, տնտեսական ազատությունն ու հզորությունը, քաղաքական ազատություններն ու կարգն ու կանոնը վերականգնի երկրում։ Ձեր այդ ասածը այս իշխանության հետ հնարավոր է թե ոչ, եւ երկրորդը, եթե հանրությունը Արցախը վերադարձնելու այդ թեզին, ընդդիմության թեզին չի հավատում եւ չի ընտրելու հետեւաբար, նշանակում է հանրությունը հավատում է Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Երկու հարցին կխնդրեմ պատրաստ։ Չեմ կարծում, թե հանրությունը հավատում է խաղաղության օրակարգին եւ Ադրբեջանի հետ բայց գոնե հանրությունը նախահարցակ, այսպես հանրությունը այս սողացող էս վիալը տիկուշի ոնց կլինի, այս պրոցեսին էս ավելի գերադասում ասա, քան ռեալ բացահայտ ինչ-որ մարտակոչերը քաղաքական դաշտում, մարտակոչերը ռազմաճակատում, զորքերում, բանակում, դա լավ է, դա նորմալ է, բայց քաղաքական դաշտում մարտակոչերով հանդես եկող գործիչներին ժողովուրդը լուրջ չի վերաբերվում, ու ճիշտ անում, ես էլ լուրջ չեմ վերաբերվում։ Հիմա այս իշխանությունների հետ հնարավոր է այդպես գլուխը կախ աշխատել, տնտեսական, ռազմական զարգացում ապահովել եւ Ոչ, այս իշխանությունները չեն հասկանում այդքան բան։ Ես մի օրինակ մենակ ասեմ, 2 օր առաջ Աղազարյանը խոսում էր այն մասին ազգային ժողովում, Աղազարյանը ասում է, որ ավտորիտար
առաջնորդա դառնում Նիկոլը կամ դարձել Հայաստանը ավտորիտար ռեժիմի տակ է տանում ու հետևից խոսում էր արդեն Հայկ Կոնջորյանը, որը եթե չեմ սխալվում, իրանց քաղաքական թիմի ղեկավարն է ազգային ժողովում, խմբակցության ղեկավարն է, Հայկը խոսում է ու ասում է բանը, դիկտատորը լրիվ ուրիշ բան է, տոտալիտար համակարգը դա լրիվ ուրիշ բան է, եւ ավտորիտար համակարգը լրիվ ուրիշ բան է, ուզում ասում իրան քաղաքական իրանց հասնությամբ, իսկ դիկտատորն ու բանը տոտալիտարն ու ավտորիտարը չեն տարբերում իրարից, այս տեսակ այս մակարդակի քաղաքական ուժը, որի խմբակցության ղեկավարը մեջների խելոքն հասկանում եք, բանը այս մակարդակն է, նրանք ինչ գործ ունեն ընդհանրապես նրանք կարող են ինչ որ հասարակական հկը սարքեն, հասարակական կազմակերպություն զբաղվեն այդպիսի հարցերով, բայց մեծ ստրատեգիական մասշտաբի խնդիրներ ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի ոչ իրեն, ոչ իր թիմի խելքի բանը չի։ Ես ուշադիր, այս պահը չեմ ասում, որպես ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար, ամենայն հարգանքով, դա ձեր խելքի բանը չի ժողովուրդ, ու դուք նույնիսկ մարդկայնորեն այնքան սնանկ գտնվեցիք հոգով, այնքան ոչ թե հոգով աղքատ Աստվածաշունչի ասած, դա բարոյապես այնքան սնանկ գտնվեցիք, որ նույնիսկ չհամախմբեցիք կարող ուժերին, գոնե հրապարակ տայի կամ հնարավորություն տայի կարող ուժերին, որ իրանք գոնե մասնակցեն այս 7 տարի մսխատ ժամանակի մեջ, գոնե որոշակի ինստիտուտներ կամ որոշակի կրթություն քաղաքական հասնության մասով ժողովրդի մեջ ավելացնեն։ Դուք դա նույնիսկ դա չարեցիք, մենակ մենք լինենք, մենաշնորհած լինենք, մրցակից չունենանք, թող մրցակիցը լինի ենթադրենք նախկիներից մի այնպիսի կերպար, որին ժողովուրդը ատելով գա իրենց ընտրի։ Գյումրի ընտրություններում էլ կարծում եմ Վարդան Ղուկասյանին տեխնատությունը եւ նրա շուրջ, չնայած նա ինքը այսպես ավելի էկրաններին ավելի լավ է նայվում, ավելի հետաքրքիր է նայվում, միապաղաղ չի։ Բայց օրինակ հիմա էլ պիտի վախացնեն Վարդան Ղուկասյանով, եկեք ենթադրենք։ Հիմա ձեր տպավորությունը ինչպիսին էր բանավեճին, գիտեմ որ հետևում էիք, շատերն էին հետևում, բոլորի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Գյումրիի ընտրությունների վրա։ Հիմա ակնհայտորեն կարևոր նշանակություն ունի 2026-ի ընտրությունների համատեքստում։ Տեսեք, Գյումրու ընտրությունները տեղական ինքնակառավարման ընտրություններ են, դա գյումրեցիների ընտրություններն են։ Այս ընտրություններում ես վեդեցի եմ։ Հասկանում եք, ես գյումրեցի չեմ, ցանկացած մեկը ով գյումրեցի չի, այս ընտրությունը կոպիտ ասած, իրեն չի վերաբերվում։ Հետևաբար դժվար է նաև կանխատեսել։ Չէ, կանխատեսելով։ Հետևաբար որևիցե խոսք ասել, թեկուզ ես արդեն մի փուճուր դրվագ ասեցի, թե ինչպես են իրեն կառուցում իրենց քարոզչությունը, հա, այ տեսեք, այսպես կլինի, եկեք մեզ ընտրեք։ Այ ընկեր, դուք իշխանություն եք, դուք իրավապահ համակարգի ղեկավարն եք։ Այդ ոնց կարա ուրիշ ձև լինի։ Ով ուզում է ընտրվի օրինակ Գյումրիում։ Կլինի բռնություն, ենթադրենք, չգիտեմ, կաշառակերություն կամ օրինակ քրեական բարքեր, ենթադրենք։ Ոնց դուք մեռել եք, ձեր իրավապահ համակարգը չկա, անշնչացել է, կենթանության նշաններ չի տալի, ոնց կարա տես բան լինի։ Հասկանում եք։ Նայեք ընտրություններում ինչ քարոզարշավում, ինչ են օգտագործում, ինչ խոսույթ են օգտագործում։ Ահա, այսպես են արել թալաներն, քանի հոգի է դատվի այ ընկեր։ Քանի բան կա։ Նույնը այդ բաների առումով, զինվորականների առումով, որ երեխաներին փախցրել են Ղարաբաղից։ Քանի հոգի է դրա համար դատվի։ Համ ոչինչ չեք արել, համ պոպուլիստական նույն հեքիաթն եք պատում։ Հերիք եղավ։ Հələ թող կոպիտը ես լինեմ իշխանություն, ով ուզում է լինի։ Աշխարհում վերջի հանցագործը լինի ինչ որտեղ ղեկավար։ Ոնց կարա նա մի բան ապօրինի անի։ Ոնց կարա անի։ Բա դու որպես վերահսկող ով ես այնտեղ։ Չկաս։ Քո հանրապետության, քո դատախազության, քո ԱԱՑ-ի, քո ոստիկանության, քո հատուկ, չգիտեմ, քնչականա ինչա, դրանց հսկողության տակ չեն այդ ամեն ինչը։ Դրանց հսկողության տակ են։ Բա էլ ինչ եք խոսում։ Այս ինչին ընտրեք sense կլինի, այն ինչին ընտրեք sense կլինի։ Բա դուք ինչացու եք տանձի փոչեք։ Հասկանում եք։ Հանրությունն էլ իր հերթին հավատում է այդ Դե հեքիաթին։ հանրությունը հենց հիմա ես իշխանությունը կանի այն ինչ ուզում է, պարոն Մանասյան։ Հենց հիմա ես հաշվի դասախոսություն եմ կարդում, հա, հանրությանը, որ հարգելի հանրություն, իշխանությունը ուրեմն sense։ Ունենք մի 5 րոպե։ Իհարկե։ Ուրեմն իշխանությունը մի մարդու ձեռը չեն տալիս։ Ես հիմա ժողովրդական լեզվով կասեմ, դասական քաղաքագիտության մի քանի սկզբում։ Մի մարդու ձեռը չեն տալի։ Իշխանությունը բաժանում են թևերի, գործադիր ազգային ժողով։
կներեք, օրենսդիր ազգային ժողով, գործադիր մեր դեպքում վարչապետ կառավարություն եւ դատական համակարգ։ Այս 3 թևերի, սա հորիզոնական բաժանումն է։ Իշխանությունը նաեւ ուղղահայաց բաժանում ունի։ Հանրապետական մասշտաբի կառավարում եւ տեղական ինքնակառավարում։ Ինչպես գործադիրը, օրենսդիրը, դատականը իրարից անկախ են մի սահմանադրության տակ, նրանցից ոչ մեկը ոչ մեկի շեֆը չի, ոչ մեկը, այնպես էլ տեղական ինքնակառավարումը վերևի ենթական չի, նրանք ինքնագլուխ առանձին մարմին է, նրանցից վերև մի բան կա, սահմանադրություն, ուշադիր, իշխանության թևերը բաժանվում են հորիզոնական եւ ուղղահայաց, մեզ մոտ առնվազն 2 շերտ կա, դա հանրապետական մասշտաբ եւ տեղական ինքնակառավարում։ Սա կարևոր է հասկանալ, հետո որ հանրապետական մասշտաբից ստեղ միջամտելը, դա նույնն է, որ օրենսդիրից կամ միջամտեն դատականին կամ չգիտեմ գործադիրից օրենսդիրին։ Սա նման բաներ է, այսա մենք հələ որ չգիտենք, չենք պատկերացնում։ Ավելին ասեմ, հիմնադիր զավակները հիմա նոր սահմանադրության նախագծով են զբաղվում, իհարկե ծանր մեծ ու երկար աշխատանք է, բայց համենայնդեպս հիմնադիր զավակների նախաձեռնությունը հիմա դրանով է։ Ոստեղ մենք մտածում ենք այն մասին, որ տեղական ինքնակառավարումը արդյոք թույլ տան կուսակցական պայքարի դաշտ դառնալու։ Թե մարդիկ այդպես անհատապես մասնակցեն, որտեղ դա գյումրեցիների ՔՊ-ի ներկայացուցիչ նույնիսկ կուսակցական տոմսը դնում է մի կողմ, գալիս է որպես, օրինակ Սարիկ, որպես Սարիկ մասնակցում է։ ՔՊ-ն այդտեղ չկա, չի գալի, չի խոսում, ընդ ՔՊ-ականները, չգիտեմ, նրանք առանձին տեղական ինքնակառավարումը դա տեղի ժողովրդի ավտոնոմ հարցն է, առանձին հարցն է։ Հիմա երբ որ Գյումրու մեջ մենք ուզում ենք ասենք, դա ինչքանով է կարևոր։ Կարևոր է այնքանով, որ այսքան բանը մենք կհասկանանք, որ սա տեղական ինքնակառավարման առանձին բան է։ Օրինակ, գիտեք, օրինակ, բանը տեղական ինքնակառավարում պետական մարմին է հանդիսանում, թե ոչ։ Հեռուստադիտողներին այդ հարցը տամ։ Տեղական քաղաքապետարանը, գյուղապետարանը, դա պետական մարմիններ են հանդիսանում, թե ոչ։ Իհարկե ոչ։ Դրանք պետական մարմիններ չեն, դրանք տեղական ինքնակառավարման հանրային իշխանություն են, դրանք պետական իշխանություն չեն, դրանք հանրային իշխանություն են, իսկ մենք մինչև հիմա մեզ թվում է, դրանք պետական մարմիններ են, պետությունը, դա պետություն չի, դա հանրություն է, դա տեղական առանձին, լրիվ առանձին ինստիտուտ է։ Եթե այս մոտեցմամբ մոտենանք հարգելի գյումրեցիներ, ես մի բան ընդամենը կհորդորեմ, մասնակցեք ընտրություններին, ընտրեք Չարյաս փոքրագույնը, բայց ձեր քվեն դրսևորեք, դա ձեր իշխանությունն է, դրսևորեք ձեր քվեն, թող դա սխալ լինի, թող 10 օր հետո ձեր ընտրած անձը ինչ-որ ղալաթ անի, դա ձեր ընծած սխալ ընտրությունը չի, դա գոյություն ունող սխալ իրավական համակարգն է, որ ցանկացած մի ղալաթ անողի պատասխանատվության չի ենթարկում, դա գոյություն ունեցող ընտրովի արդարադատությունն է, դա գոյություն ունեցող դատական համակարգի թերություններն են, դուք սխալ չեք կարող ընտրեք, դուք գնացեք ու մեկին Չարյաս փոքրագույն ընտրեք, մասնակցեք, սա լուրջ պրոցես է։ Վարչապետը Գյումրու քաղաքապետի շեֆը չի։ Երևանում կառավարությունը Գյումրու քաղաքապետարանի հետ նույն սահմանադրության տակ կանգնած նույն ինքնավարությունը ունեցող մեկը մյուսի վրա ունի փոխադարձ զսպման եւ վերահսկման մեխանիզմ, ազդեցության մեխանիզմ, բայց չունի ուղակի շեֆություն, ուղակի նրա ղեկավարը չի։ Դուք մանդատ եք ստանալու հենց ձեր ընտրողից եւ գնացեք ձեր քվեով այդ մանդատը տվեք մեկին որպես զորավարժություն։ Համարեք սա որպես զորավարժություն։ Ամբողջ Հայաստանի համար օրինակ ցույց տվեք տեղական ինքնակառավարման մարմինը ոնց են ընտրում, լավ թե վատ, որպես զորավարժություն, վաղը լինելու են էլի ընտրություններ։ Ավելին ձերնից գողացել են մի ընտրություն ամբողջ հանրապետության մասշտաբով, որտեղ տեսեք քաղաքապետի տեխնացուները ներկայացնում, բայց ավականիների ընտրությունն է, չէ՞։ Բան չի ավականիների ընտրությունը առանձին չի, քաղաքապետի ընտրությունը առանձին, որ քիչ մասնակցեն ընտրության, որ ժողովուրդը ստվի,
Առաջ, երբ որ կանայք չեն ունեցել ընտրելու իրավունք, դա գիտես ինչ մի պատմություն ա եղել, ինչ մի ձեռք բերում ա եղել, կանանց տվել են ընտրելու իրավունք, էդ էլ ոչ թե խտրականություն ա եղել, այլ զենքով են ընտրելու իրավունք տվել են նրանց, ովքեր կյանքը դնում են պետության համար, էս է հարցը եղել։ Դրանից առաջ սեփականություն ունեցողն է ընտրություն իրավունք։ Դրանից առաջ, չգիտեմ, ստրուկները չեն ունեցել ընտրության իրավունք։ Ժողովուրդ ընտրության իրավունքը քվեարկելու իրավունքը, դա լուրջ իշխանություն է, լուրջ արտոնություն է։ Մենք ուղղակի որպես բոշա ժողովուրդ, կներեք, որ սենց եմ ասում, ոնց որ անվտանգության գոտիները, որը ի սկզբանե դա գյուտ է եղել, ասենք այն մեքենան, որ ունի անվտանգության գոտի, այնի ավելի հարգի է եղել, քան այն մեքենան, որ չունի անվտանգության գոտի, բայց մենք որպես բոշա ժողովուրդ այդ արտոնությունը, անվտանգության այդ առավելությունը, էլիս են շպրտում ենք, միայն չենք օգտագործում, չէ՞ կամ երբեմն չենք օգտագործում, բայց դա կյանք է, առողջություն, այլ քծի էլի։ Հիմա այդ քվեն քեզ տվել են, դա իշխանություն է։ Քեզ մարդու տեղ են դրել, այ մարդ, դու քեզ մարդու տեղ դիր, գնա այդ քո քվեն օգտագործի, մեկի օգտին։ Չարյաս փոքրագույնին ընտրի, կապ չունի ում ես համակրում, ում չես համակրում, չարյաս փոքրագույնին ընտրի ու ցույց տուր, որ տեղական ինքնակառավարումը, որ Գյումրին ունի տեղական ինքնակառավարում, ունի որոշակի ավտոնոմիա երկրում, որտեղ իր համար ինքն է որոշում, ոչ թե իջևանցին կամ վեդեցին։ Էսի շատ կարևոր է հասկանալ։ Տեղական ինքնակառավարումը պետական մարմին չի։ Սահմանոցի մեջ գրած է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինը։ Դա ձեր քաղաքի, ձեր համայնքի կազմակերպչական մարմինն է, ձեր համայնական իշխանությունն է, համայնքի իշխանությունն է։ Գնացեք տերեղեք այդ իշխանությանը, թեկուզ դա լինի ոչ լավ թեկնածուներով, բայց գնացեք տերեղեք այդ իշխանությանը ու ամբողջ Հայաստանին օրինակ ցույց տվեք։ Ես մեծ ոգևորությամբ սպասում եմ սրան։ Իսկ թե մնացածը ում կընտրեն, ոնց կընտրեն, ինչ կընտրեն, դա իմ գործը չի, ես վեդեցի եմ այդտեղ։ Հանրապետական հարցերում մենք բոլորս հայ ենք, Հայաստանից դուրս բոլորս հայ ենք, տեղական ինքնակառավարման հարցերում մենք վեդեցի ենք, երևանցի ենք, գյումրեցի ենք, չգիտեմ, այսպես։ Լոռեցի ենք եւ այլն։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։